Ողջույն սիրելի հետևորդներ, ընկերներ, բարի գալուս տարեվի խոհանոց։ Այսօր մեծ հաճույքով պատրաստելու եմ շատ համեղ չտեսնված տորտ կուտուզով, մեր մանկության տորթերից, որոնք պատրաստում էին մեր տատիկներն ու մայրիկները։ Այն շատ համեղ է, ովքեր ում տատիկն ու մայրիկը պատրաստել են կհիշեն, մտովի կվերադառնան դեպի մանկություն։ Դե ինչ, անցնենք առաջ, սկսենք պատրաստել։ Ինչ է հարկավոր մեզ այս համեղ տորթը պատրաստելու համար։ Մեզ հարկավոր է 7 ձու, 2 ճաշի գթալ քացախ, 12 ճաշի գթալ ալյուր, 150 գրամ մանրացրած ընկույզ, վանիլին, մի փոքր աղ, 200 գրամ շաքարավազ, 120 միլիգրամ բուսայուղ կամ կարող եք փոխարինել կարագով, տարբերություն չկա, 2 ճաշի գթալ մեղր և 1 թեյի գթալ սոդա։ Եթե սոդա չեք օգտագործելու, կարող եք օգտագործել 2 թեյի գթալ փխրեցուցիչ։ Ասենք առաջ սկսենք պատրաստել։ 7 ձվին ավելացնում ենք կես թեյի գթալ վանիլին և մի փոքր աղ։ Ավելացնում ենք 200 գրամ շաքարավազ և այս զանգվածը լավ հարում ենք այնքան, մինչև շաքարավազը հալվի։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք 2 ճաշի գթալ մեղրը։ Ավելացնում ենք նաև 120 միլիգրամ բուսայուղ։ Եթե չեք ցանկանում, կարող եք ավելացնել կարագ, բայց իմ փորձից ասեմ, քանի որ բիսկվիտային խմոր է, բիսկվիտները միշտ թեթև և լավ են ստացվում, երբ պատրաստում ենք բուսայուղով։ Եվ այս ամենը կրկին հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք 2 ճաշի գթալ քացախ։ Իմ դեպքում այս պահին խնձորի քացախ է։ Կարող ենք նաև սոդայի վրա ավելացնել, բայց քանի որ սոդան ավելի արդյունավետ է, երբ ավելացնում ենք ալյուրին, ես կավելացնեմ սոդան ալյուրին, նոր կլցնեմ։ Սոդան կավելացնենք ալյուրին և լավ կխառնենք։ Ինչպես ասացի, ալյուրը 12 ճաշի գթալ է, բայց ամբողջական լիքը լավ ճաշի գթալ։ Պետք է ստանանք թեթև փափուկ խմոր, բիսկվիտային խմոր։ Ահա, խառնելուց հետո քիչ-քիչ կավելացնենք մեր զանգվածին և կհարենք։ Ինչպես տեսնում եք, ոչ շատ պինդ, ոչ շատ ջրիկ, բիսկվիտի սովորական խմոր ենք ստացել, թույլ զանգվածով։ Ավելացնում ենք նաև մանր կտրատած 100-ից 150 գրամ մանրացրած ընկույզը։ Եվ այս ամբողջը խառնում ենք։ Ինչպես տեսնում եք, խմորը արդեն պատրաստ է, կպատրաստենք նաև ջեռոցի տապակը, կմիացնենք ջեռոցը, որպեսզի այդ ընթացքում տաքանա։ Խմորը պետք է բաժանենք 3 հավասար մասի, քանի որ պատրաստելու ենք 3 շերտ։ Կլցնենք և ըստ հերթականության կթխենք։ Ես վերցրել եմ ջեռոցի տապակը 20-ը 30-ի վրա։ Ջեռոցի տապակի չափսերը այդքան են։ Կարող եք մեծ վերցնել, քանի որ ինքը բավականին խմորը շատ է և կհերիքի մեծ ջեռոցի տապակի
Քանի որ ես նախընտրում եմ, որ շերտերը մի փոքր բարձր լինեն, տորթը ավելի տոնական տեսք ունենա, ես վերցրել եմ 20-30-ի վրա։ Հիմա մի փոքր կլցնենք խմորից, կհավասարեցնենք։ Աչքաչափով այնպես պետք է բաժանեք, որ կարողանաք թխել 3 շերտ։ Ահա, մի փոքր այսպես տնվածնում ենք, որպեսզի ավելորդ օդը դուրս գա եւ ուղարկում ենք ջեռոց։ Այսպես կթխենք բոլոր շերտերը եւ կմիանամ ձեզ։ Ահա սիրելիներս, ինչպես տեսնում եք, բիսկվիտի շերտերը արդեն պատրաստ են։ Շատ փափուկ, շատ հոյակապ շերտեր ենք ստացել, շատ լավն են։ Հիմա շերտերը կդնենք մի կողմ, մինչև սառեն, այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ Կրեմի համար վերցրել եմ 150 գրամ փափուկ կարագ, 5 ճաշիկ թալ շաքարի փոշի եւ 6-ից 7 ճաշիկ թալ թթվասեր։ Կրեմները լինում են տարբեր, այս անգամ կպատրաստենք թթվասերով կրեմ, բայց եթե ձեռքի տակ չունեք թթվասեր, կարող եք սովորական կարագով եւ խտացրած կաթով կրեմ պատրաստել։ Դե ինչ, անցնենք առաջ, սկսենք պատրաստել։ Առաջին հերթին կրեմը լավ կհարենք, որպեսզի սպիտակի, այնուհետև կավելացնենք շաքարավազը եւ թթվասերը։ Ահա, ինչպես տեսնում եք, կրեմը արդեն պատրաստ է, շատ թեթև եւ համեղ կրեմ ենք ստացել, թթվասերով պատրաստված կրեմները ընդհանրապես շատ թեթև են եւ համեղ։ Դե ինչ, սկսենք հավաքել տորթը, ըստ հերթականությամբ շերտերը կդնենք, կրեմը կքսենք եւ կբերենք վերջնական տեսքի։ Ինչպես տեսնում եք, տորթը արդեն պատրաստ է, հիմա վերջնական տեսքի համար
ձևավորելու համար ես վերցրել եմ մանրացրած ընկույզ, մանրացրել եմ, շոկոլադե հատիկներ են, այսպես վաճառվում է եւ կողքի կտրած կտորները վերածել եմ փշրանքի։ Այս 3 դետալով էլ կզարդարենք տորթը, կբերենք վերջնական տեսքի։ Ձևավորեք ինչպես դուք եք նախընտրում, ինչպես ձեր մտահղացումներն են, ինչպես դուք եք ցանկանում։ Այս պահին ես այսօր կզարդարեմ այսպես։ Դե ինչ, անցնենք սկսենք զարդարել։ Ահա սիրելիներս տորթ կուտուզովի վերջնական տեսքը ստացվում է շատ արագ եւ շատ համեղ։ Դուք նույնպես պատրաստեք եւ վայելեք։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, եթե ձեզ դուր եկավ, չմոռանաք հավանել տեսանյութը, կիսվել ձեր ընկերների հետ, բաժանորդագրվել ալիքին։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։